Հստակեցվում են վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը և պատասխանատվության չափը։ Նախագիծը Պաշտպանության նախարարությունն ազգային ժողով ներկայացրեց երկրորդ ընթերցմամբ։ 25-օրյա վարժական հավաքների 15 օրը մասնակիցները մարդական հերթապահություն են իրականացնում, նշեց Գեղամ Մանուկյանը, դժգոհելով փոխհատուցման չափից, կեցության պայմաններից, իրավիճակը որակեց աչքակապություն։ Եթե մենք տեսնում ենք խնդիրը եւ լրացնում, փոխում, շտկում ենք, արդեն աչքակապության մասին չէ։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվականակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքների ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաև մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար։ Հայաստան խմբակցության օրինագիծը լիագումար նիստերի դահլիճ էր բերվել բացասական եզրակացությամբ։ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծով ընդդիմությունն առաջարկում է խստացնել ցեղասպանությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն ուղղված գործողությունների պատասխանատվությունը, մասնավորապես որ արտահայտություններն են, որ դեռևս քրեականացված չեն եւ խմբակցությունը փորձում է լրացնել բաց թողումը, հարցրեց Մարիա Կարապետյանը օրինակ բերելով։ Այս տարի ապրիլին Գևորգ Աջապահյանը ասել է հետևյալը. ցեղասպանությունը ձեր պատճառով է, դիմելով աշխարհիկ իշխանություններին։ 1000 անգամ այդ մասին ասել եմ, մինչև 1890 թվական հայ ժողովուրդը ապրել է իր պատմական տարածքներում, Համիդի ջարդերը եղել են արդեն, երբ ձեր կուսակցությունները ստեղծվեցին։ Արդյոք ձեր առաջարկով այսպիսի արտահայտությունը պետք է ուրեմն քրեական հետաքրքրության առարկա դառնա։ Այո, առնվազն պետք է իրավական գնահատական տրվի։ Ինչպես որ պետք է իրավական գնահատական տրվի այն հայտարարությանը, երբ որ ասում է, որ մենք դեռևս պետք է պարզենք, ինչ տեղի ունեցավ մեր հետ 1915 թվականին։ Հանձնաժողովում երկար քննարկումից հետո եկել են եզրահանգման, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը այս պահին բացակայում է, հայտնեց Սարակից զեկուցողը։ Հեղինակները հարցեր ուղղեցին, որն է պատեպահը, ինչ կարգավորումներ կան հիմա Հայաստանում։ Ոչ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հերքել, չի հերքում ու չի էլ հերքելու հայոց ցեղասպանությունը, այնպես որ այն քրեականացման հոդվածն էլ որ կա, եթե նույնիսկ էլ լինի, կարծում եմ ամբողջությամբ ծածկելու է։ Փաստական տվյալներով այս պահին որևէ քրեական գործ, որևէ մեկի նկատմամբ ցեղասպանությունը հերքելու, ուրանալու, նսեմացնելու վերաբերյալ չկա։ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու եւ այլ գործողությունների համար։ Այս նորմի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ այն հանդիսանում է նաեւ ատելության եւ ժխտողական խոսքի դեմ ուղղված քրեաիրավական միջոց, պարզաբանեց Արդարադատության փոխնախարարը։ Առաջարկվող հաջորդ փոփոխությունը նշված հոդվածում հայոց ցեղասպանությունը այլ ճանաչված ցեղասպանություններից առանձնացնելն է։ Մեր կարծիքով քրեական պատասխանատվության սպառնալիքով պետք է արգելված լինեն միայն այն արարքները, որոնք մեծ եւ իրական հանրային վտանգավորություն են իրենից ներկայացնում։ Գեղամ Մանուկյանն էլ հարցրեց, թե քրեական օրենսգրքի 136 հոդվածի խախտումները կանխարգելելու համար ինչ է արել կառավարությունը, օրինակ բերեց։ Հայաստանի ամբողջ տարածքում բոլոր գրախանութներում գրեթե վաճառում են հրեական ցեղասպանության հոլոկոստի, այսպես ասեմ, այբուբենը կամ ինչը, Հիտլերի Մայն Կամփը։ Ըստ էության, եթե նման խոսքերը, նման ստեղծագործությունները նպատակ չեն ունենում հրահրելու այլատիացություն, ատելության խոսք եւ այլն, ապա դրանք չպետք է քրեորեն հետապնդելի արարքներ համարվեն։ Ընդդիմությունն իր հերթական կեղծ օրակարգն է բերել եւ փորձում է օրակարգեր գեներացնել, հայտարարեց կառավարող խմբակցությունը։ Ընդդիմությունը, որը ոչնչացած է մասնավորապես օգոստոսի 8-ին կնքված շրջադարձային փաստաթղթերից հետո անընդհատ օրակարգեր թեմաներ է փնտրում իր քաղաքական գոյությունը մինչև այս գումարման վերջ պահպանելու համար։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից աղաչում էր, ասում է Ալիևը վերջապես ուզում հասկանամ այդ միջանց բանը, որ ասում է ինչի նկատի ունի։ Մինչև դրա պատասխանը չստանաք, մեր ժողովրդին խնդրում եմ չմոլորեցնեք, որ ամեն ինչ լավ է եւ հաճելի է։ Բա Օսկանյանը Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին չի, որ բան են արել։ Արդյոք մեղրի շուրջ բանակցություններից դուրս գալու համար, հետ քայլ անելու համար նախ մեջ չեն գցել Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, հետո էլ այդ խոսակցությունը հաջողելու համար, այսինքն սահմանի բացումը, առաջարկել փոխանակել Միացյալ Նահանգների կոնգրեսից հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հետ քաշման հետ։
Ըստ ձեր այդ հոդվածի ուրացումը էլ ինչպես պետք է տեղի ունենա, որպեսզի արժանանա դատապարտման։ Այս բոլոր տարիների ընթացքում, օրինակ ցեղասպանության տարելիցի օրը պաշտոնական հաղորդագրությունները։ Տեսեք, հերքում կա այդտեղ։ Ձեր այս մանիպուլյացիաներին անընդհատ պատասխանը։ Այդտեղ հերքում կա, թե չէ։ Խորհրդարանական մեծամասնության падգամավորները հիշեցրին վարչապետի հայտնի ելույթի շեշտադրումները, որոնք ինքնահայեցման եւ անցյալի սխալները չկրկնելու մասին են։ Կոնջորյանը մեջբերում արեց պատմությունից։ Ինչ է ասում Քաջազնունին, ասում է մետ եկեք հասկանանք ոնց է այդ աղետը մեր հետ տեղի ունեցել, որ հետո անկարծ այդ նույն աղետը մեր հետ տեղի չունենա, երբ պատահականորեն ինքը այդ ինքնահայեցումը անում է մի գրքում, որը կոչվում է դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Ինքնահայեցողը կելնից տեղից կանգնի ու կասի, որ մենք վերատեսության ենթարկեցինք մեր մոտեցումները եւ գտանք, որ օրինակ Արցախը այլևս Ադրբեջան է։ Սա է ձեր ինքնահայեցումը։ Վարդանիկը իդեալական բացատրել է, թե ինչի համար է այս նախագիծը։ Այդ մարդը կանգնել է, ասել է. կամ ով դեմ է Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելուն, ինքը թրքահպատակ շան տղա է։ Հիմա ես այստեղից այս ամբիոնից կոնկրետ ձեզ եմ այդ հարցադրումը դնում, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, որտեղ մեզ այդ չի կարա վերաբերվի, որտեղ Վարդանիկը նախ այդքան չկա, որ մեզ ինչ-որ ուլտիմատում դնի, երկրորդն դա ձեր Վարդանիկն է։ Իսկ Հայաստանը բարձրացնելով որակի ստանդարտները ակտիվացնում է Եվրամիությանն անդամակցելուն ուղղված ջանքերը։ Դրան են միտված չափումների միասնականության ապահովման մասին օրենքում փոփոխությունները, որը զեկուցեց էկոնոմիկայի նախարարը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էլ ներկայացրեց կիբերանվտանգության մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր ինքնավար տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին։ Այն կստանձնի պետական կառավարման համակարգի կիբերպաշտպանության գործառույթները, կհամակարգի նախարարության սահմանած քաղաքականությունը։ Կիբերպաշտպանության բարձր նշաձող է սահմանվում։ Միայն այս օրենքի ընդունումը բավարար չէ, որպեսզի մենք նաև վստահ լինենք, որ տարրական կիբերհիգիենայի կանոնները պիտի պահպանվեն, բայց լավ լուրն այն է, որ արդեն իսկ ամիսներ շարունակ մենք մի շարք կրթական ծրագրեր ենք իրականացնում Թումոյի, այլ ոլորտային միությունների հետ։ Օրակարգում են նաև ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, թափոնների մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը, որոնց շուրջ եւս բովանդակային քննարկում տեղի ունեցավ։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։